Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Խորամանկ չաղկալը։ Մի անգամ կատաղի վագրը թակարդն ընկավ։ Իզուր էր մռնչում սարսափելի գազանը ու զարկվում երկաթե ձողերին, վանդակն այնքան ամուր էր, որ վագրը նրա ձողերից ոչ մեկը չկարողացավ ծռել։ Նրա բախտից այդ կողմերով մի ճամփորդ էր անցնում։ Տեսնելով նրան, վագրը կանչեց. «Ով բարի մարդ, խղճա ինձ, ազատիր վանդակից»։ «Չէ, չի լինի», ասաց ճամփորդը։ «Քեզ որ բաց թողնեմ, դու ինձ կուտես»։ «Ինչ ես ասում, բարի պարոն, երդվում եմ, որ ես էլ երբեք չեմ նեղացնի ոչ մի կենդանի արարածի։ Այսօրվանից մինչև իմ կյանքի վերջը ես կլինեմ մարդու հնազանդ ծառան»։ «Դե որ այդպես է», ուրախացավ ճամփորդը, «ես քեզ բաց կթողնեմ»։ Այդ ասելով նա քաշեց վանդակի դռան սողնակը։ Թաթի մի հարվածով վագրը բացեց դուռը և դուրս պրծավ վանդակից։ Մարդը մի քայլ էլ չկարողացավ անել, վագրը գետնին գցեց նրան ու մռնչաց. «Տխմար, հիմա ես քեզ կուտեմ»։ «Ինչպես թե», մղկտաց դժբախտը, «ես քեզ փրկեցի մահից, իսկ դու ուզում ես ինձ ուտել, միթե դա արդար է»։ «Հերիք է խոսես արդարության մասին», գոռաց վագրը, «ոչ մի արդարություն էլ չկա երկրի վրա»։ «Ոչ, արդարություն կա, կարող ես հարցնել ում ուզում ես, բոլորն էլ քեզ կասեն, որ արդարություն կա»։ «Լավ», համաձայնեց վագրը, «կհարցնենք առաջին 3 հանդիպողներին, թե որ նրանք ասեն արդարություն կա, ես քեզ կխնայեմ, իսկ եթե ասեն, որ երկրի վրա արդարություն չկա, անպայման կուտեմ քեզ»։ Վագրն ու մարդը երկար թափառեցին ջունգլիներում և վերջապես բանանի ծառի ճյուղին մի տխուր թութակ տեսան։ «Լսիր, թութակ», կանչեց վագրը, «ասա մեզ, երկրի վրա արդարություն կա»։ Թութակը պատասխանեց. «Ես աշխարհում ապրում եմ 100 տարի, իմ ամբողջ կյանքում դեռ ոչ ոքի վատություն չեմ արել, իսկ այսօր առավոտյան վիշապը կուլ տվեց իմ ձագուկներին։ Ոչ, աշխարհում արդարություն չկա»։ «Այ, տեսնում ես», երախը բացեց վագրը, «արդարություն չկա»։ «Չէ, գնանք ուրիշ տեղ», ասաց մարդը, «հարցնենք այ հենց էն արմավենուն»։ Նրանք մոտեցան արմավենուն և վագրը հարցրեց. «Ասա մեզ, արմավենի, երկրի վրա արդարություն կա»։ Տարիներ շարունակ մարդիկ ու գազանները շոգից պատսպարվել են իմ տերևների ստվերում, բայց այսօր լուսադեմին եկավ վայրի խոզը ու փորփրեց արմատներս։ Եվ ահա ես դատապարտված եմ կործանման։ «Չէ, աշխարհում արդարություն չկա», պատասխանեց արմավենին։ «Ճիշտ է, աշխարհում արդարություն չկա», մռնչաց վագրը և պոչը շարժեց, պատրաստվելով հարձակվել ճամփորդի վրա։ «Սպասիր», գոչեց մարդը, «դու խոստացար հարցնել 3-ին, բայց դեռ 2-ին ես հարցրել»։ «Դե լավ, արի չաղկալին էլ հարցնենք, տես, գալիս է մեր կողմը», համաձայնեց վագրը։ Երբ չաղկալը մոտեցավ, մարդն ասաց. «Այ չաղկալ, ականջ արա մեզ և մեր վեճը լուծիր, էս վագրը ընկել էր թակարդը, ես լսելով նրա սարսափելի մռնչյունը, խղճացի, բաց արի վանդակը և ազատեցի նրան, իսկ հիմա նա ուզում է ինձ ուտել։ Ասա, դա ազնվություն է, միթե աշխարհում արդարություն չկա»։ Սպասիր, ասաց ճաղկալը, «քո պատմությունից ես ոչինչ չհասկացա, էդ պատմությունդ
մեկ էլ կրկնիր։ Էս վագրը թակարդն էր ընկել, ասաց նորից ճամփորդը։ Ես լսեցի նրա սարսափելի մռնչոցը, խղճացի եւ ազատեցի նրան, իսկ հիմա վագրն ուզում է ինձ ուտել։ Ասա, միթե դա ազնվություն է, միթե աշխարհում արդարություն չկա։ Հա, ասաց Չաղկալը մտածկոտ, շատ խառնաշփոթ պատմություն է։ Դրանից գլուխ անելը այնքան էլ հեշտ չէ։ Ուրեմն դու ասում ես, թե վագրը մոտեցավ վանդակին, լսեց քո ոռնոցը եւ բաց արեց սողնակը։ Տո չէ, ընդհատեց մարդը Չաղկալին, ընդհակառակը, վագրն էր մռնչում վանդակի մեջ, իսկ ես նրան ազատեցի։ Հա, հասկացա, գլուխը շարժեց Չաղկալը։ Վանդակը մռնչում էր վագրի մեջ, իսկ դու փրկեցիր վանդակին։ Թու, ինչ անհասկացողն ես, բարկացավ վագրը, ես վանդակի մեջ էի, իսկ այս մարդը մոտեցավ ինձ, հասկացար։ Մի բարկացեք ինձ վրա, բարի պարոն, հառաչեց Չաղկալը։ Դրանից գլուխ հանելը խիստ դժվար է, ուրիշ բան էր, եթե ես ինքս տեսնեի, թե ինչպես է պատահել այդ բոլորը։ Դե գնանք թակարդի մոտ, այնտեղ ամեն ինչ կհասկանաս, ասաց վագրը, իսկ եթե չհասկանաս, քեզ էլ կուտեմ, նրան էլ։ Մարդը, վագրը եւ Չաղկալը գնացին թակարդի մոտ եւ վագրն ասաց. Ես նստած էի այս վանդակում, հասկացար, իսկ նա մոտեցավ վանդակին։ Ես գոռացի, նա լսեց իմ ձայնը, քաշեց վանդակի սողնակը եւ ինձ ազատեց։ Հասկացար։ Հասկացա, հիմա հասկացա, ուրախացավ Չաղկալը։ Ուրեմն ես նստած էի այս վանդակում, իսկ մարդը լսեց, վանդակը նստած էր թակարդում, իսկ նա չէ, էլի բան չեմ հասկանում, իմ խեղճ գլուխ դուրս է գալիս, որ չպիտի հասկանա մեզ խառնաշփոթ պատմությունը։ Ոչ, դու կհասկանաս, գոռաց կատաղած վագրը, ես քեզ կստիպեմ, որ հասկանաս, իսկ հետո կուտեմ։ Լսիր, նայիր ինձ, ես վագրն եմ, հասկացար։ Հասկացա, պարոն, իսկ սա մարդն է, հասկացար։ Դե, հասկացա, պարոն, սա էլ վանդակն է, հասկացար։ Հասկացա, պարոն, այսպես ահա, ես վանդակի մեջ էի, իսկ այս մարդը մոտեցավ ինձ, հասկացար։ Ախ, մի բարկացիր ինձ վրա, պարոն, բայց էլի գլխի չընկա։ Վա, ախր ինչ կա չհասկանալու, այ դմբո։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էիք դուք մտնել այս վանդակի մեջ։ Ինչու չես հասկանում, այ ողորմելի, պատասխանիր իսկույն։ Դե իմ խելքով դուք իսկի չեք էլ տեղավորվի այս փոքրիկ վանդակում, հա, ինչ խոսք, որ դուք երբեք չեք տեղավորվի այս վանդակում։ Այստեղ արդեն վագրը բոլորովին համբերությունից դուրս եկավ։ Դե որ չես հավատում, լավ նայիր, մռնչաց նա եւ թռավ վանդակի մեջ։ Հիմա հասկացար, ինչպես եղավ բանը։ Հասկացա, գոչեց Չաղկալը եւ վանդակի սողնակը փակեց։ Ահա տեսնում ես, ասաց մարդը վագրին, դու ասում էիր, թե աշխարհում արդարություն չկա, իսկ իմ խելքով, քանի որ վագրը նստած է վանդակում, նշանակում է երկրի վրա արդարություն կա։